Քանի որ մեր եթերին քիչ ժամանակ է մնացել, ես ուզում եմ երկու շատ կարևոր հարցերի ևս անդրադառնալ։ Մեկը հայ կանանց կրթվածությունն է եւ նրանց ներդրումը նաեւ հայ գրականության մատենագրության մեջ։ Բավական է այստեղ հիշատակել միայն 8-րդ դարի երկու հայ բանաստեղծուհիների, որոնցից հասել են մեզ գործեր, Սահակ Դուխտ Սյունեցու եւ Խոսրովի Դուխտ Գողթնեցու անունները։ Եվ շատ կարևոր մի բան, որ ուզում եմ անպայման հիշատակել հայ կնոջ հերոսականությունը հայոց պետականության եւ ազատագրական պայքարի ժամանակ։ Օրինակներ կարելի է բերել ինչքան ուզեք։ Բավական է միայն հիշել, որ Աշակ II գերությունից հետո երկրում Փառանձեմ Թագուհին էր ամբողջ պաշտպանությունը կազմակերպում եւ իմաստուն գտնվեց այնքան, որ Արտագերս ամրոցում 11,000 զինվորներով կարողացավ նախ պարտության մատնել պարսիկներին, այդ ընթացքում ուղարկել իր որդուն եւ Վաղես կայսրից օգնություն խնդրել եւ չնայած հաջորդ հարձակման ժամանակ ինքը գերի ընկավ եւ նահատակվեց, բայց շնորհիվ իր անձնազոհության հայոց թագավորությունը շարունակեց, Պապը դարձավ թագավոր։ Կան բազմաթիվ օրինակներ, ես ուզում եմ մի հատկանշական օրինակ էլ բերել։ 1375 թվականին, երբ որ հայոց թագավորությունը անկում էր ապրում Կիլիկիայում, Սիս մայրաքաղաքը անկում ապրեց Լևոն Վերջինը գերի ընկավ, այդ ժամանակ Հեթում անունով հայ իշխանը իր տիկնոջ հետ Զարմանուհու հետ պայքարում էին եւ կարողացան նույնիսկ եգիպտական սուլթանի որդուն պատան վերցնել։ Այնուհետև երբ որ եգիպտացիներին հաջողվեց սպանել Հեթումին, նրա կինը Զարմանուհի իշխանուհին շարունակեց պայքարը 300 հոգեանոց ջոկատով եւ իր որդին էլ նրանց մեջ էր, շարունակեց պայքարը եւ կարողացավ Զեյթունը եւ նրա շրջակայքը ազատել թշնամուց եւ ստեղծել անկախ մի իշխանություն, որը գոյություն ունեցավ 65 տարի։ Սա փաստորեն Կիլիկիո հայոց թագավորության անկումից հետո Զեյթունի հերոսամարտի սկիզբն է եւ այդ սկզբի հենց ակունքում կանգնած է տաղանդավոր քաջարի հայկին Զարմանուհի անունով։ Բավական է հիշել, որ մեր վերջի շրջանի ազատամարտում Սոսե Մայրիկի անունը եւ իհարկե հարգանքով խոնարհությամբ հիշել մեր ամենավերջի ազատամարտի Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված մեր հայուհիներին եւ հարգանք իհարկե ովքեր որ չզոհվեցին եւ մասնակցեցին այդ պայքարին։ Ես ցանկանում եմ այսքանով ամփոփել